Փառքներդեհին եւ ազատություն ապստամբ արժանապատիվ սասնածռերի։ Շատը չէ խոսում են լուսանկարի մասին, որ Նիկոլը հայտարարում էր իբր իրենք հաղթել են, բայց բոլորի դեմքը իսկապես մտահոգ էր, մռայլ, անտրամադիր եւ դա խոսուն փաստ է, որ իրականում իրենց վիճակը վատ է։ Վատ ոչ թե պետք է ասես մենք ասենք դե լավ, որ վատ է թողենք այդ վատը ինքը իրենով էփի, երբեք այդպես չպետք է անել, որովհետև թշնամին շատ լուրջ աշխատում է ամեն ինչի վրա, հիմա ես կամաց կմոտենամ դրան։ Բայց ստացեց այնպես, որ մենակ Նիկոլենց դեմքը չի վատ։ Հիմա այդ նախկիներ կոչվածներ չէ, որ այդպես խրոխտ խոսում էին, իսկապես նրանց մոդել է շատ տխուր վիճակ։ Այն հանրայդ ֆիլմի մեջ հələ հարցրա ինչու։ Թորիգին ֆիլմի մեջ է, չէ՞ ասում, որ հարց տալիս, ասում հələ ասա ինչի։ Դե մարդիկ այդ քվեաթերթիկներին տիրապետում են։ Այդքան երկու կողմին է նկարագրում, թե իշխանությանը, թե այդ իշխանության սիրելի ընդդիմությունը, հա։ Այդքան ռեսուրս ծախսեցին, այդքան ահ, վախ, դրակաշարք, պարտավորություն, չգիտեմ, մեկի համար մի բան էին արել, մեկի համար պետք է անեին, ասեցին, ախպեր մենք քո համար, ինչ որից է։ Շատ լուրջ միջոցներ ներդրեցին, ու հանկարծ տեսնում են, որ այդ արկղի մեջ չի լցվել այնքան ձայն, այդ երկուսի համար։ Այսօրվա մուրջ մանգաղ աստղի համար իրականում։ Մենք այդպես էլ չկարողացանք կոնկրետ իմանալ, որ քաղաքական թիմը որքան իրականում քվե է տարել։ Ցույց տվեցին այդ իբրես 3-ից մուրջ մանգաղ աստղը վերարտադրվեց։ Արցախ հայաթափած խորհրդարանը վերարտադրվեց։ Բայց բանից բարձր իրենք տեսել են ու հասկացել են, որ Հայաստանում ժողովրդի ճնշող մեծամասնությունը իրենց չի աջակցում։ Դա իրենց մտահոգում է։ Ես չգիտեմ, այդ թվերը Բաքվին հաղորդել են թե չէ։ Բայց ինձ թվում է Բաքուն գլխի կլինի։ Այս ազգային անվտանգության պետը նորից թռավ Բաքու։ Առաջ Մոսկվա են տանում, հիմա արդեն տանում են Բաքու։ Գիտեք, ինչու են Բաքու տանում եւ ոչ թե Մոսկվա։ Որովհետեւ իսկապես էլ Մոսկվան չկա։ Սրանց դեմքը նաև այլայլված է նամանավան նախկիններին, որ իրենց ասողը էլ չկա, ինչ պետք է անեն, իրենք չգիտեն էլ ինչ պետք է անեն, որովհետև այսօրվա արդեն հարվածները Ուկրաինայի, Ռուսաստանը արդեն մի պետություն, որի տնտեսության 60-70%-ը նավթը լինի, ու այսօր ինքը անգամ սանկցիաներից ազատել են, որ համաշխարհային շուկան նավթ մատակարարի, Ուկրաինան իր նավթամշակման կամ այդ հաբերը պայթեցնում է, որ չկարողանան տանկերներ բարձեն կամ չգիտեմ գազամուղ, նավթամուղը մղեն գնա հասնի Եվրոպա, հասկանում եք, կամ հասնի առափնյա, ասենք, քաղաքներ, այդ կետեր, որտեղից նավերը պետք է բարձեն։ Ամեն ինչ ավիրում է։ Այսօր Մոսկվայում պայթուն տեղի ունեցավ։ Այդ Ռուսաստան, արաբներն էլ են, չէ՞, ասենք նավթային պետություն են, բայց իրենք հասկացան, որ այդ նավթը հավերժ չի, այդ նավթի փողերով իրենց պետությունները սարքեցին դրախտ։ Անապատից ստացան դրախտ։ Անապատ էր։ Մարդ չէր գնում։ Հրատեսեք ինչ են սարքել։ Տուրիզմի համար, ազատ տնտեսական գոտիներ։ Բայց ռուսները նավթը կերան։ Այսօր հնարավորություն են տվել, որ այդ նավթը հանեք չենք խանգարի, Ուկրաինան է խանգարում։ Եվ սա արդեն իսկապես Պուտինի վերջն է։ Ինքը մի քանի անգամ շանս ուներ պատերազմը ի օգուտ Ռուսաստանի կանգնեցնելու։ Բայց ինքը չարեց։ Ինքը չսիրեց իր երկիրը։ Եվ քանի որ դա կայսրություն է, երբ որ կայսրությունը թուլանում է, թեկուզ, ասենք կայսրություն է, կայսրությունը դա նորմալ պետություն չի, դա զավթողական համակարգ է, զավթել է, որ կայսրություն է դարձել։ Ու երբ որ հաջորդն է ուզում կլանի ու չի կարողանում, ու ինքը այն կարգի է թուլանում, որ եղածնել է կորցնում, կայսրությունը կարող է պայթել։ Այսինքն այն գաղութացված երկրները կարող են
ազատություն ստանա։ Օրինակ Տիգրան Մեծը երբ որ զգաց, որ կարող է իր հայրենիքը կորցնել, ինքը իր այդ կայսերապաշտական այդ մղումները թողեց հանուն հայրենիքի իր երկրի, բայց Պուտինը չի անում։ Ինքն է առաջնային, ինչը Ռուսաստան։ Ինքը գիտի, մեզ ձեռնտու է, ինչքան կարաս Պուտին ես, ինչ ես, դենց գնա առաջ։ Միշտ դենց առաջ գնա։ Այս երևույթները Հայաստանում եւ Նիկոլին, եւ Տաշիր Սամոյին, եւ Ռոբերտ Քոչարյանին, եւ Ծառուկյանին մտահոգում են։ Իրենք էլ, ասենք, դիմելու տեղ չունեն։ Հələ Նիկոլը, հա, ասենք, կապը վզին գնում է Թուրքիա։ Ադրբեջանն շատ արագ, ինտենսիվ Հայաստանում ցանկացած իրավիճակ Ադրբեջանը տիրապետում է։ Այդ ազգային անվտանգության ծառայության պետն էլ որ եկել է, որ տանում են, բերում են, հանձնարարություն տալիս են, բերում են, որ ինքը ներքին այս իրավիճակը կարգավորի։ Դուք նկատում եք, չէ՞ արդեն հաճախակի են թուրքեր, ադրբեջանցիներ հայտնվում Հայաստանում։ Ազատ լուսանկարվում են, մտնում են բակեր, արդեն ցույց են տալիս։ Հա, ես ասում եմ թուրք եմ, ադրբեջանցի եմ։ Առանց ազգային անվտանգության աջակցության դրանք քաջություն չեն ունենա։ Սա իմ պատկերացումն է։ Այդ որ մի թուրքը կմտնի Երևանի կենտրոնում կամ մտնի մի թաղ, ասի, հա, ես ադրբեջանցի եմ, հեռախ ձեռքին նկարի։ Եթե ինքը չունենա պաշտպանվածություն Հայաստանի հատուկ ծառայությունների կողմից։ Հերը կանից են։ Նրանք բզիսկ քաշեն գցեն մի նկուղ կա այդ պոտենցիալը։ Ընտրությունները ցույց տվեցին, որ հայերը թուրք չեն սիրում։ Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, բացի զոմբիներից, ովքեր դեռ պետք է գնան, ստուգվեն իրենք ովքեր են առհասարակ, չնայած մեր էպոսի մեջ ցրան վերգոյի տեսակ եղել է, չզարմանանք, այդ խաղաղասեր հետույքով խաղաղություն տենչող ցրան վերգոները կան, եղել են ու կլինեն։ Ուղղակի դրանց պետք է արգելել պետության ճակատագրի իրացմանը կամ պաշտպանությանը մասնակցեն։ Այդ կատեգորիայի մարդիկ ընտրություններին չպետք է մասնակցեն։ Իրենք իրավունք չունեն պետության ցրան վերգոյի տեսակը պետության ճակատագիր վճռելու իրավունք չպետք է ունենա։ Ասել է թե Նիկոլականա։ Հիմա սրանք այս կարգի խառնվել են իրար, որովհետև տեսնում են եւ Ռուսաստանի վիճակը արդեն անդառնալի է, իրոք անդառնալի է։ Ինչ ամիսներ չի ձգելու Պուտինը ամիսներ։ Չի կարող ձգել, որովհետև դա պայթեց արդեն։ Էլ ուզենան պահել չեն, ասենց էլ կռիվը դադարի, Ռուսաստանին այնքան միջոց է պետք, որ այս ամենը չբերի։ Եվ ժողովրդի մեջ էլ արդեն վաղ։ Եվ գիտեք թերությունը որն է, որ դիմադրողականությունը պետության, դա ընդդիմադիր ուժերն են։ Դա պետության արյան կարմիր գնդիկներն են։ Ինքը ոչնչացրել էր, ստեղծել էր կեղծ ընդդիմություններ, որոնք չէին ընդդիմանում։ Այս պատերազմի ժամանակ երևաց, որ բոլորը Պուտինի հետ համախոհ են, որ ինքը Ուկրաինա մտնի։ Այսինքն այնտեղ ընդդիմություն չկար, որ ասենք Չապուձևան էր։ Ասենք Հայաստանում կա ընդդիմություն, բայց կեղծ ընդդիմությունը, այն Պուտինի սարքած ընդդիմությունը, որ Ռուսաստանում կա, Հայաստանում էլ կա, դրանք ուժեղ են։ Եվ ստվերում են, ասենք, մեր պես ընդդիմությանը։ Դրա համար էլ Հայաստանում բանը արագ չի կանխվում։ Մեր ժողովրդին խաբում են, իսկ այնտեղ ոչ չեն խաբում, այնտեղ չկա որ խաբեն, այնտեղ ընդդիմություն չկա եւ հանցագործին արգելակող կամ իր սխալը ճակատին ասող չկա։ Արդեն թողում փախնեն, ասենք Նաբիուլինն արդեն էլ չգիտի ինչ անի։ Էլ չգիտի ոնց երկրի տնտեսությունը փրկի, որտեղ մենակ Պուտինի փառքն էր երևում, բայց բանից բարձում այդ կինն էր երկրի տնտեսությունը իր թվաբանությամբ բերում դնում տեղը, թվաբանությամբ։ Սա մի կողմից ծախսում, քանդում, ավիրում, պայթեցնում էր, նա թվերով պտտելով ստեղ այնտեղ տանել բերելով ձգեց այսքան, էլ չի կարողանում։ Մարդը հասկանում է։ 2-ին գումարած, 2 երբեք 5 կամ 6 չի կարող լինել։ Բայց ասում են գրի, չի կարող, գրելով չէ։ Մեր վիճակը, հա,
նախորդ ասեմ, այդ տնտեսական պատժամիջոց բանը Ռուսաստանը, հեսա որ ինքը ընդհանրապես պայթեց, այդ պատժամիջոցը չեն խոսելու։ Այն բեռնատարները, որ լարսուն պահել են, որ խանութները դատարկվում են, միանգամից քաշելու են, այդ փճացած աբրանքներ են տանելու լավ են։ Հայաստանից լուրջ ծավալի կարող է մթերք գնա Ռուսաստան։ Չեն ասում մենք չենք կարող իրենց ապահովել, բայց կտանեն։ Դրա համար էդել պետք է զգոն լինենք, որովհետև իսկապես Ռուսաստանը սարսափելի ծանր վիճակում է հայտնվում։ Հավատացեք, այն կարգի ծանր, որ մեզ կարող է վնասել անգամ։ Որ ասենք պատերազմի ժամանակ թաշնամուն կոդորում ես մեծաթիվ, հետո այդ դրանց դիերը եթե չեն տանում, ստիպված քո վրեն է մնում, պետք է տանես թաղես, որ այդ խոլերյան քեզ չսպանի, չէ՞։ Մեզ կոդորու ժամանակ ցեղասպանության տարիներին թուրքեր են մահացել հենց այդ խոլերյայից, որովհետև մորթել թափել են գետիններին չեն տարել հողարկավորել։ Լուրջ խոլերյա է բռնկվել։ Եվ մասսայաբար թուրքեր են մեռել նաև այդ ցեղասպանության հետևանքով։ Հիմա պայթել էլ կա։ Հասկանում եք, չէ՞, ինչ է իրավիճակը։ Իսկ սա շատ լավ տեսնում են սրանք, Բաքվում տեսնում են։ Բայց չգիտեմ, սրանք խոստովանել են Բաքվում, որ թվերը սարսափելի ցածր է թրկահապատակության, որ եթե հանգար շատ կարճ ժամանակ հետո, եթե մենք հեղափոխություն չանենք, սրանք ժողովրդի ականջին կնստեն, կսովորեցնեն Թուրքին։ Իսկ եթե հեղափոխությունը շատ արագ լինի, Իլհամը չի հասցնի իր արևմտյան Ադրբեջանը ստեղծել, Իլհամը չի հասցնի մեր ինքնությունը գողանալ ամբողջությամբ, անբարոյապես ինքնություն են գողանում։ Ասում են մենք որ քրիստոնյա էինք, հիմա դարձել են իսլամիստ։ Բայց եթե որ քրիստոնյա եք եղել, այս շան տղա, կարաս մի հատ էլ քրիստոնյա դառնաս։ Դա հարց էլի։ Եթե դուք նախկինում այդ բանի աղվանների հետնորդներն եք, որոնք քրիստոնյա են եղել, մեր եկեղեցիներն էլ անվանում եք այդ աղվաններինը։ Լավ, կարող եք քրիստոնյա դառնալ, օրինակ, հետ գալ ձեր նախկին դավանանքին։ Մեզ տեսնում ենք ադրբեջանական դպրոցներում մանկապարտեզներում հայատյաց քարոզ է գնում, կրթական ծրագրի մեջ մտցրած է։ Եթե մենք օրինակ նորմալ իշխանություն ունենայինք, ասենք Եվրամիությանը մի հատ նամակ, հələ մի հատ տեսեք Ադրբեջանի դպրոցներում, մանկապարտեզներում ինչ է տեղ ունենում։ Օրինակ, Ադրբեջանը մեկուսացնեին, կդադեին։ Բայց մենք ունենք իշխանություն, որ մեր հերոսների այդ անկյունը դպրոցներից պատը իջեցնում են, հերոսությունը դա հայրենասիրությունը դա կեղծ կատեգորիա է, Ադրբեջանում համպատի իրենք հայ մորթելը հերոսությունը չգիտեմ եսի միջեր, ասենց մեզ հետ են քաշում, նրանց առաջ են բերում։ Ես էլ եմ ասում, եթե Հայաստանում իշխանություն լինի, Ադրբեջանի այդ տկարությունը, դա տկարություն է, ինքը իր սերունդին ապագան կործանում է։ Վաղը Եվրոպայում ազերիները հայդարակ են ելնելու։ Ասենք իրենց սխալ գիտելիքներով պատմության մասին, քաղաքակրթության մասին։ Ինքը մի սերունդ է դաստիարակել, հա, որ հայերին մորթեն, բայց աշխարհը դա չի ընդունում։ Բայց մենք էլ չենք մատուցում աշխարհին, որ գիտեք, մենք ում հետ ենք կռիվ տալի։ Որովհետև Նիկոլն է։ Այնքան նրբություններ կան, որ մենք չպետք է ուշանանք։ Անենց որ պետք է հեղափոխություն անել։ Սրանք էլ են խառնված։ Սրանք տեսնում են, որ ժողովուրդը իրենց չի աջակցել, այդքան ռեսուրս, փող, չգիտեմ, եսի ինչ ծախսելով։ Հիմա կապիտուլյացիան անում Քոչարյանին են արգելել, Հայաստանից դուրս գած Արուկյանին են արգելել։ Ամբիոնից խոսում է, ասում է, դե այն ժամանակ 22 թվին արտաքին, չգիտեմ, եսի ինչ բաներ կային, դրա համար չէինք կարողանում այս քեա օլիգարխիկ տարին այդպես բան, բայց հիմա պետք է արդեն այդ վտանգները բան ու պարտադիր այդ խորհրդային Հայաստանի հանցագործի պիտակը կրծքին ուր գնում է, երևի զուգարան գնալուց էլ, երևի Աննայի ծոցը մտնելուց էլ, չգիտեմ, մտնում են թե չէ, այդ ծոցին այդ բանը շաբիկի վրա հետո հանում է իրաններ վերնաշաբիկից հանում է, այն շաբիկի վրա է կպցնում, մտնում է Աննայի ծոցը, երևի Ալիևն ասում է չհանես կրծքիցդ։ Ու անդադ տեսախցիկի առաջ պետք է ցույց տա, որ այնտեղ տեսնեն։ Ձեզ չի փրկելու դա։ Իսկ առհասարակ իսկապես պետք է կանխվի սա։
Այս ընտրությունները ցույցիչ էին, որ հայ ժողովուրդը ամբողջությամբ կործանված չի։ Զոմբիների քանակն էլ է քիչ, ռսահպատակների քանակն էլ է քիչ։ Այս ընտրությունների արդյունքները, որ բոլորը վախեցած են, դες դեպքները անտրամադիր է, թե նախքին, թե ներկա, դա է ցույց տվել։ Դրա համար չեն հրապարակում։ Այնպես որ պատրաստ եղեք։